Արմլուրեյմի տեղեկություններով օգոստոսի 18-ին Երևանի Նաիրի Զարյան 17A հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի Ազգային ժողովի նոր նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցն է լինելու։ Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական էր ներկայացրել պաշտոնից։ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո։ Դա ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունը ապահովելու նպատակով, սակայն միաժամանակ նշել էր, որ անհրաժեշտ միասնականության և ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Դանիելյանը Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին, փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Արմլուրեյմի աղբյուրների փոխանցմամբ Ազգային ժողովի նախագահի ընտրություններից հետո քննարկման օրակարգում կարող է հայտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։ Այստեղ, սակայն, որոշակի խնդիրներ են առաջանում։ Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն նախագահի թեկնածու կարող են առաջադրել և նախագահ կարող է ընտրվել խորհրդարանի պատգամավորներից, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորներից որևէ մեկը ներկայում պատրաստակամություն չունի ստանձնելու Արցախի նախագահի պարտականությունները։ Աղբյուրների փոխանցմամբ հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելն է։ Մասնավորապես պատգամավորների շրջանում մտավախություն կա, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կարող են հայտնվել Հայաստանի Հանրապետության իրավապահների ուշադրության կենտրոնում։ Միաժամանակ քննարկվել է Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի և հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցը, սակայն ըստ մեր աղբյուրների, գործող կարգավորումներով դրանք չեն կարող ինքնուրույն առաջադրել իրենց թեկնածությունները։ Չնայած դրան, աղբյուրների փոխանցմամբ երկուսն էլ պատրաստակամություն ունեն ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ նիստը կայանալուց և ընտրություն կատարելուց հետո հայտարարվելու է որոշման մասին։